Սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, այսօր այստեղ մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանում գոյություն ունեցող ահռելի թվող քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Այսօր բավարարության իմացանք, որ քննիչը բարեհաճել է գոնե ծննդյան օրվա կապակցությամբ երեխային թույլ տալ տեսակցել մորը Արեգնաս Մանուկյանին, սակայն դա կրելու են ընդամենը մեկ անգամյա բնույթ։ Արեգնաս Մանուկյանի խափանման միջոցը և տեսակցությունները շարունակում են մնալ նույնը։ Անշուշտ կարևոր է, որ այսօրով երեխան տեսնի իր մորը, բայց ընդհանուր առմամբ դա չի լուծում այն խնդիրը, որ երեխան ապրում է դժվարին հոգեբանական ժամանակաշրջան և անգամ հոգեբաներ են այդ աշխատում։ Առհասարակ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու է սարատավոր պրակտիկան ազատազրկել է շատերին։ Այսօր ազատազրկման է դատապարտված Արեգնաս Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը, Արտո Գրիգորյանը և շատ Հայաստանի Հանրապետության շատ այլ քաղաքացիներ։ Մենք ինչու ենք այսօր այստեղ, որ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հայ ժողովրդին, հոգեհարազատ, արդարամիտ հայ ժողովրդին հատուկ հասկացություններ են և բոլոր են միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները, եվրոպական կազմակերպությունները, որոնք հռչակել են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, ազատ խոսքը, դեմոկրատիան, իրենց առաջնային գործունեության ուղղություն ուղղակի պարտավոր են գնահատական տալ և հստակ մոտեցում ցուցաբերել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ։ Բայց մինչ այս պահը մենք ինչ ենք տեսնում, լրիվային համերաշխություն Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք դիմում ենք այն իրավապաշտպան կառույցների, ովքեր չեն ենթարկվում եվրոպական աշխարհաքաղաքական կոնյունկտուրային։ Ասեք ձեր հստակ խոսքը, տվեք շատ կոնկրետ գնահատական։ Իսկ եվրոպական կառույցները, խնդրեմ, նկարը տեսնում եք, Մերց, Ֆոն դեր Լայեն և Մակրոն, սրանք եվրոպական հովանավորներն են Հայաստանի իշխանություններին, սակայն Եվրոպական միությունը անցողիկ չինովնիկներով չէ, որ պետք է ունենա հստակ դիրքորոշում։ Այս պահին, այս չինովնիկներին, ովքեր սատարում են այս բռնատիրական հակումներով իշխանություններին, մենք ասում ենք ամոթ, 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 ամոթ։ Սիրելի հայրենակիցներ, մեր խնդիրները լուծելու ենք հաստատապես միայն մենք։ Մեր փոխարեն մեր խնդիրները ոչ մի միջազգային կառույց չի լուծելու, սակայն Հայաստանը անդամակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների։ Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ է։ Հայաստանի վերաբերյալ գրվում են զեկույցներ Human Rights Watch-ի, Amnesty International-ի կողմից, Եվրոպայի խորհուրդը ունի զեկուցողներ, վերջերս էլ ՄԱԿ-ի զեկուցողները բացահայտ բարձրաձայնեցին, որ օրինակ Բագրատ Սրբազանի և արդարների գործը ձայնի ձայն հնարովի փուչ գործ է։ Հետևաբար ժամանակի ընթացքում դուրս են գալի այդ ամենը ջրի երես։ Նախորդին էլ Անդրանիկ Թևանյանը կատեգորիկ հերքեց այդ ճակերտավոր մեղադրանքը։ Այս ամենը քաղաքական պատվեր է, այս ամենը հստակ վերևից եկած այս իշխանությունների հրահանգներն են, որովհետև իրենք լավ գիտեն, որ իշխանափոխությունից հետո իրենք չեն կարող հանգիստ գնալ իրենց տուն, իրենք գնալու են քննիչների կաբինետներ և կիլոմետրերով ցուցմունքներ տան։ Դրա համար սրանք մահապարտներ են, որոնք անցնում են բոլոր կարմիր գծերը ամենալկտիում ցինիկ ձևով։ Գործեր են կարում
մարդկանցի հետ քաղաքական հնձիմախոսներին ուղարկում են ազատազրկման վայրեր, նրանց հանդեպ կիրառում են անգամից կտակներ, Անդրանիկ Թևերյանի խցի հզոր լույսը 24 ժամ միացված է եղել օրեր շարունակ, մինչև աղմուկից հետո այդ լույսը անջատել է մարդը կարողացել է քնել։ Այդպես տարբեր դրվագներ, այդ թվում նաև Արեգնազի երեխայի հետ կապված ու առհասարակ թե Ծառուկյանի, թե Չալաբյանի, թե Աշոտյանի, թե բոլոր քաղաքապետարյանների վերաբերյալ այս իշխանությունները տվել են իրավապահներին հստակ հրահանգներ։ Դրա համար մեր խնդիրն է եվրոպացիներին ասել, դուք հավատարիմ մնացեք այն արժեքներին, որոնց հռչակել եք, դրանք սոց եվրոպական արժեքներ չեն։ Այս ժողովուրդը արդարամիտ է, այս ժողովուրդը մարդու իրավունքները հարգող է, բայց ամենակարևորը պետք է որ աշխարհաքաղաքական ձեր հովանավորչությունը, որ տարածում եք այս իշխանությունների վրա, այս բռնատիրական հակումներով իշխանությունների վրա, այնպես չանեք, որ դառնա քաղաքական բանտարկյալների բերդերում պահելու ձեր սատարումը։ Այդ ամոթի, այդ խարանը կպած է նաև ձեզ ու դուք պարտավոր եք վերանայել, վերագնահատել ձեր մոտեցումները Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Այսպիսով ազատություն բոլոր քաղաք բանտարկյալներին։